Էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է, որ Լարսի անցակետում առաջացած կուտակումների հետևանքով հեղուկ գազի մատակարարումները որոշակիորեն խաթարվել են, սակայն խոսքը ամբողջական դեֆիցիտի մասին չէ։ Գների վրա կարող են ազդեցություն ունենալ ոչ միայն լոգիստիկ դժվարությունները, այլև տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված միջազգային շուկայի տատանումները։ Միաժամանակ շուկան գտնվում է մշտադիտարկման ներքո եւ պատկան մարմինները հետևում են իրավիճակին, բացառելու անհիմն գնաճն ու հնարավոր սպեկուլյատիվ դրսևորումները։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ ռուսական մամուլում տարածված տեղեկությունների ֆոնին ջերմուկ հանքային ջրի որոշ խմբաքանակների իրացման կասեցման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չի ստացել։ Ըստ հրապարակումների ռուսական Չեսնի Զնակ մակնշման համակարգը արգելափակել է ջերմուկ ապրանքանիշի 2026-ի փետրվարի 17-ին եւ մարտի 5-ին արտադրված խմբաքանակների իրացումը։ ՍԱՏՄ-ից հայտնում են, որ արդեն քայլեր են ձեռնարկվում իրավիճակը պարզաբանելու ուղղությամբ։ Հայաստանն ու Ադրբեջանը ՀՆԱ-ի նկատմամբ ամենաբարձր ռազմական ծախսերն ունեցող առաջին 10 երկրների շարքում են։ Այս մասին նշվում է Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի զեկույցում։ Ըստ զեկույցի Հայաստանում այս ցուցանիշը կազմել է 61%, Ադրբեջանում 6.5%։ 2025-ին ռազմական ծախսերի ամենամեծ աճը գրանցվել է Մերձավոր Արևելքի երկրներում։ 2025-ի օգոստոսից Հայաստանը Վրաստանից 516 տոննա պնդուկ է ներմուծել։ Ընդհանուր առմամբ միայն 2026-ի մարտին Վրաստանից արտահանվել է 14.3 միլիոն դոլար արժողությամբ պնդուկ։ Վրացական պնդուկի արտահանման հիմնական շուկան Եվրոպական միությունն է։ Իրանի նավթային ոլորտը հայտնվել է կրիտիկական իրավիճակում պահեստավորման հզորությունների գրեթե սպառման պատճառով։ Բլումբերգի տվյալներով երկրին մնացել է ընդամենը 12-ից 22 օր նավթի պաշարները պահեստավորելու համար։ Ճգնաժամի հիմնական պատճառը Միացյալ Նահանգների ռազմածովային շրջափակումն է, որի հետևանքով իրանական նավթի արտահանումը կրճատվել է շուրջ 70%-ով։ Հորմուզի նեղուցով բեռնափոխադրումները փաստացի կանգ են առել, իսկ տանկերները չեն կարողանում բաց ծով դուրս գալ։ Արդյունքում երկրի ներսում կուտակվել է նավթի մեծ ավելցուկ։ Չինաստանը քննադատել է Եվրամիության արդյունաբերական արագացման մասին նոր օրենքը, այն համարելով խտրական օտարերկրյա, հատկապես չինացի ներդրողների նկատմամբ։ Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել է, որ եթե Եվրամիությունը շարունակի առաջ տանել այս օրինագիծը, վնաս հասցնելով չինական ընկերությունների շահերին, Պեկինը ստիպված կլինի պատասխան միջոցներ ձեռնարկել։ Տրանսավիաբյուջետային ավիաընկերությունը հայտարարել է, որ մայիս եւ հունիս ամիսներին կչեղարկի որոշ չվերջներ։ Պատճառը Իրանի դեմ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի պատերազմի հետևանքով ավիավառելիքի գների կտրուկ աճն է։ Ընկերության տվյալներով չեղարկումները կազմում են ընդհանուր չվացուցակի մոտ 2%-ը։ Ուղևորներին առաջարկվելու է տոմսերի անվճար վերաամրագրում կամ գումարի ամբողջական վերադարձ։ Վառելիքի թանկացումը պայմանավորված է Հորմուզի նեղուցի աշխատանքի խաթարմամբ, որը համարվում է էներգակիրների մատակարարման կարևորագույն ուղիներից մեկը։ Google-ը միացել է OpenAI-ին եւ XAI-ին Միացյալ Նահանգների պաշտպանության գերատեսչության հետ համագործակցության շրջանակում արհեստական բանականության մոդելների կիրառման պայմանագիր ստորագրելով։ Գործարքը թույլ է տալիս Պենտագոնին օգտագործել տեխնոլոգիան գաղտնի ցանցերում եւ ցանկացած օրինական նպատակով, այդ թվում մարտական պլանավորման եւ թիրախավորման համար։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ $200 միլիոն։ Համաձայնագրով Google-ը պարտավորվել է կառավարության պահանջով վերանայել իր անվտանգության կարգավորումներն ու զտիչները։ Հայկական անձնագրի կապույտը փոխարինվում է կարմիրով, նոր դիզայնում արտացոլված է Հայաստանի Հանրապետության ուրվագծային քարտեզը, Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը եւ առաջին հայատառ նախադասությունը։ Փաստաթղթի հաջորդ էջերում տեղ են գտել Հայկ Նահապետի, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի, Արագած Լեռան ու Խորվիրապի պատկերները։ Ներկայացված են նաեւ ժամանակակից պետականության խորհրդանիշները, Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը, կառավարության, ազգային ժողովի եւ Սահմանադրական դատարանի շենքերը։ Պատկերվել են նաև Երևանի Կասկադը եւ Ալեքսանդր Թամանյանը, բայց անձնագրի փոխարինման գլխավոր նպատակը բնականաբար ոճային նորամուծությունները չեն։
Այն ենթակառուցվածքը, որը օրինակ 2022 թվականին հասանելի է եղել Հայաստանի Հանրապետությունում, առհասարակ որևէ աղերս չունի միջազգային ստանդարտի հետ, եւ մեր նպատակն է քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ICAO-ի 9303 ստանդարտին համապատասխան նոր փաստաթղթեր տրամադրել մեր քաղաքացիներին։ Կենսաչափական նոր անձնագրերը ստեղծված են նորագույն տեխնոլոգիաներով, սահմաններին փոխճանաչելի են, այսուհետ քաղաքացիներին ճամփորդությունների ընթացքը շատ ավելի հեշտ կտրվի։ Կենսաչափական անձնագրերի ներդրմանը զուգահեռ սահմանային անցակետերում կգործարկվի առանց մարդկային շփման անցման համակարգ։ Կենսաչափական անձնագիր ունեցող քաղաքացիները կկարողանան սահմանը հատել, պարզապես կանավորելով իրենց անձնագիրը առանց սահմանապահների հետ անմիջական շփման, ինչպես օդանավակայաններում, այնպես էլ մյուս բոլոր անցակետերում։ Սա կարևոր է նաև Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացը ավարտին հասցնելու, որպեսզի մեր քաղաքացիները գործնականում առանց վիզայի կարողանան դեպի Եվրամիության երկրներ ճամփորդել։ Միանշանակ, պարոն վարչապետ, եւ սա գործողությունների ծրագրի ուղիղ պահանջն է, կարելի է այսպես ձևակերպել, որովհետեւ երբ որ խոսում ենք անձի ինքնության մասին, շատ կարեւոր է, որ պետությունը տա ճշգրիտ ստանդարտ այս առումով եւ Եվրոպական միության երկրներն էլ վստահ լինեն, որ Հայաստանի թողարկած միջազգային չափանիշներին համապատասխան փաստաթղթերը դրանք հուսալի են, արժանահավատ են եւ իրենք որևէ խնդիր չունեն մեր քաղաքացիների հետ հարաբերակցվել։ Նոր համակարգի ներդրման շրջանակում ստեղծվում են ժամանակակից ենթակառուցվածքներ։ Նախագիծն իրականացվում է պետություն մասնավոր համագործակցության ձևաչափով։ Նոր անձնագրերը կունենան բարձր մակարդակի պաշտպանական մեխանիզմներ, ներառյալ անվտանգային բաղադրիչներ, այդ թվում ուլտրամանուշակագույն շերտեր։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է կիբեռանվտանգության մասնագետների համալրման գործընթացի մեկնարկի մասին։ Հավաքագրումն իրականացվում է նորաստեղծ կիբեռպաշտպանության ազգային կենտրոնի ձևավորման շրջանակում։ Կենտրոնի նպատակն է ապահովել Հայաստանի կիբեռտարածքի պաշտպանությունը եւ բարձրացնել դիմադրողականությունը ժամանակակից կիբեռսպառնալիքների նկատմամբ։